Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության առջև արդեն իսկ մանրամասն ներկայացվեց մեր նաև այսօրվա այս ակցիայի միջոցառման բուն նպատակը։ Ես կուզենայի ուղղակի մի շեշտադրում անել այս համատեքստում, այն է, որ շատ հաճախ, երբ որ տարբեր դերակատարներին խնդրում, պահանջում, հորդորում ես քայլեր ձեռնարկել, ասում են լավ, դե ինչ պետք է արվում է, էլ ինչ կարող ենք անել։ Հիմա մենք եկել ենք այստեղ, գնացել ենք արտգործնախարարություն եւ եկել այստեղ Շվեյցարիայի համադաշնության դեսպանատան առաջ կոնկրետ հստակ առաջարկ անելու։ Եվ այդ առաջարկն այն է, որ Շվեյցարիայի համադաշնությունը որպես աշխարհում հումանիզմի առաջատար, հումանիտար հարցերում մշտական նախաձեռնողականություն ցուցաբերող երկիր, այս հարցում եւս անտարբեր չմնա։ Մենք ընդամենը 3 ականատես եղանք, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատարը արձանագրեց, որ այն ինչ կատարվում է Ադրբեջանում, ըստ էության ապօրինի է եւ պահանջ հնչեցվեց ազատ արձակել Ադրբեջանում ապօրինաբար պահվող այդ թվում էթնիկ հայերին։ Եվ այս արձանագրումը աշխարհում մարդու իրավունքների ամենաբարձր պաշտոնը զբաղեցնող անձի կողմից ուղիղ ազդակ պետք է լինի բոլոր պետություններին առանձին վերցրած, որ իրենք եւս անելիք ունեն։ Եվ այս հարցում իհարկե առաջնահերթ մեր ուշադրությունը սևեռել ենք Շվեյցարիայի համադաշնության վրա։ Հաշվի առնելով, որ երևի դարեր շարունակ այս երկիրը, այս պետությունը ունեցել է հանձնառություն մարդու իրավունքների եւ հումանիզմի նկատմամբ։ Քիչ հետո կընթերցվի նամակը, որը հասցեագրված է Շվեյցարիայի համադաշնության նախագահին։ Ես ուզում եմ ուղղակի որպես ամփոփում իմ խոսքի հետեւյալն ասել, որ մենք ակնկալում ենք նաեւ, որ Շվեյցարիայում ապրող մեր հայրենակիցները, Շվեյցարիայում գործունեություն ծավալող իրավապաշտպան կազմակերպությունները եւս այս նույն խնդրանքով եւ պահանջով կդիմեն իրենց կառավարությանը, որովհետեւ պետք է համատեղել բոլոր ջանքերը, այսինքն բոլոր այն անձինք, ովքեր եւ այն կազմակերպությունները, որոնք որ անտարբեր չեն մարդկային կյանքերի նկատմամբ, ովքեր անտարբեր չեն մարդու իրավունքների նկատմամբ, ովքեր տեսնում են եւ ունեն այդ համարձակությունը արձանագրելու եւ բարձրաձայնելու 21-րդ դարում տեղի ունեցող այս հանցագործությունների մասին պետք է հստակ գործողություններ ձեռնարկեն։ Եվս այդմ, ինչպես Շվեյցարիայի համադաշնությունից, այնպես էլ միջազգային հանրության բոլոր այլ դերակատարներից, առանձին պետություններից մեր ակնկալիքը դա է։ Չսպասել, որպեսզի ինչ որ ողբերգություն տեղի ունենա, դրանից հետո ինչ որ արձագանքի արժանացնել, այլ գործել հենց հիմա, որովհետև ցանկացած ժամ, ցանկացած օր Բաքվում ապօրինաբար պահվող մեր հայրենակիցների համար կարող է ճակատագրական լինել։ Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ այսօր ներկայանալու համար եւ ուզում եմ խնդրել մեզ բոլորից պահանջել նաեւ, որ այսպիսի միջոցառումներ, այսպիսի ակցիաները հնարավորինս ավելի շատ կազմակերպենք եւ տարբեր պահանջներ ներկայացնենք, այսինքն նույն հարցի վերաբերյալ տարբեր առաջարկներ ներկայացնենք։ Եվ ի վերջո կարողանանք ստիպել միջազգային հանրության տարբեր դերակատարներին, որպեսզի քայլեր ձեռնարկեն մեր հայրենակիցներին ազատ արձակելու համար։ Շնորհակալություն։ Շվեյցարիայի համադաշնության նախագահ ներընկերազատություն Կարին Քելեր-Սուզերին, իսկ պատճենը հանձնվում է Հայաստանում Շվեյցարիայի համադաշնության դեսպանություն, դեսպան Լուկաս Ռոզենկրանցին։ Ձերդ գերազանցություն, ձեզ ենք դիմում Բաքվում պահվող հայ բանտարկյանների շուրջ ստեղծված իրավիճակի հարցում աջակցության խնդրանքով։ Այս անձանց Ադրբեջանն ապօրինի ձերբակալել է Լեռնային Ղարաբաղի քրիստոնյա հայ բնակչության էթնիկ զնպման ենթարկելու նպատակով տարածաշրջանի 10-ամսյա անմարդկային շրջափակումից հետո։ Հայ բնակչության բռնի տեղահանության ժամանակ Ադրբեջանի իշխանությունը ձերբակալել է Լեռնային Ղարաբաղի մի շարք ղեկավարների, այդ թվում անվանի մարդասեր եւ բարերար Ռուբեն Վարդանյանին։ Ինչպես հայտնի է, նա նաեւ Ավրորա մարդասիրական մրցանակի համահիմնադիրն է,
միջազգային պարգևի, որը մեծարում է մերօրյա այն մարդասերներին, որոնք իրենց կյանքը վտանգելով փրկում են ուրիշներին, հատկապես հակամարտության գոտիներում։ Ռուբեն Վարդանյանը փետրվարի 18-ից հացադուլի մեջ է, այդպես բողոքելով արդար դատաքննության իրավունքի կոպտագույն ոտնահարման դեմ եւ հայտարարելով, որ հրաժարվում է մասնակցել դատական ֆարսին։ Ընտանիքի միջոցով նրա փոխանցված հայտարարությունը հասանելի է նույնպես։ Սույն թվականի փետրվարի 25-ին, այսինքն հացադուլի 7-րդ օրն անցկացված դատական նիստին, Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը կտրուկ վատթարացել է։ Չնայած նրա ակնհայտ մտահոգիչ առողջական վիճակին եւ նիստը հետաձգելու բազմաթիվ միջնորդություններին, դատավարությունը շարունակվել է, ասես ոչինչ էլ չի պատահել։ Նիստին նա ունեցել է ծայրաստիճան հյուսված տեսք եւ բազմիցս գտնվել է ուշագնացության եզրին։ Այս դատական լսումներից հետո Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավախորհրդատու Ջարեդ Գենսերը հայտարարություն է տարածել, որում մանրամասնորեն ներկայացել է իրավիճակի ծայրահեղ լինելը։ Հայտարարության ամբողջական տեքստը նույնպես կցվում է։ Հաջորդ դատական նիստը նշանակված է այսօր, մարտի 4-ին։ Մենք չափասած անհանգստացած ենք Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակով։ Իրավիճակն իրոք քրիտիկական է, առավել քան ակնհայտ է, որ նրա կյանքին վտանգ է սպառնում։ Հաշվի առնելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը, մարդասիրական միջամտության պետական մեխանիզմները կիրառելի չեն։ Այդուհանդերձ, հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիան, որի անդամ են հանդիսանում թե Հայաստանի Հանրապետությունը եւ թե Ադրբեջանի Հանրապետությունը, հնարավորություն է տալիս կիրառել հյուպատոսական հասանելիության ապահովման մեխանիզմ երրորդ երկրների միջոցով եւ այդ հնարավորությունից կարողացել են օգտվել նմանատիպ իրավիճակներում հայտնված մի շարք երկրներ։ Ձերդ գերազանցություն, Շվեյցարիան միջազգային մարդասիրական իրավունքի հարգման, ամրապնդման եւ առաջ խաղացման երկարամյա ավանդույթ ունի։ Ուստի կոչ ենք անում ձեզ եւ ձեր հարգարժան կառավարությանը եւս մեկ անգամ ստանձնել չեզոք միջնորդի դերակատարում եւ ապահովել հյուպատոսական ծառայության հասանելիություն բոլոր հայ գերիներին ու նաեւ շտապ բժշկական օգնություն Ռուբեն Վարդանյանի համար։ Այս մասը նաեւ անգլերեն կընթերցեմ։ Given the lack of bilateral relations between Armenia and Azerbaijan, it is clear that the interstate mechanisms for humanitarian interventions are unavailable. However, the Vienna Convention on Consular Relations, to which both Armenia and Azerbaijan are parties, offers a clear mechanism for ensuring consular access through third countries, a diplomatic tool that several states in similar situations have successfully utilized. Your Excellency, Switzerland has a long-standing tradition of respecting, strengthening and promoting international humanitarian law. We therefore request that you and your esteemed government once again assume its role as a neutral mediator and provide consular access and emergency medical assistance to Ruben Vartanyan and all Armenian prisoners. Thank you very much.